Սկսեմ էլի։ Ես Ռուբեն Մխիթարյան, Մերձևով շարժման անդամ Գյումրիի ներկայացուցիչ։ Այսօրվա բացման մասին ինչ կասենք եւ նաեւ նպատակներից։ Նախ ուզում եմ շնորհավորեմ բոլորիս Գյումրու տոնի կապակցությամբ, ցանկանում եմ ամենայն բարիք մեր քաղաքին, մեր մարզին։ Հատկանշանական է, որ օրը այնպեսի օր ենք ընտրել, որպեսզի կապված լինի Գյումրու տոնու հետ։ Գրասենյակի բացումով վստահ ենք բավականին լավ արդյունքներ ենք ունենալու, որովհետև գրասենյակի ներկայության պայմաններում շատ ավելի հեշտ ու լավ կլինի մեր քաղաքացիների հետ շփվելը, կհասկանանք խնդիրները, հնարավոր հնարավորության սահմաններում անհրաժեշտ գործողությունները կկատարվեն։ Ինչ վերաբերում է օրը նշելու հետ, ինչպես նշեցի, օրը անցկացնելու հենց այսօր, ցանկանում ենք այնպիսի օր լինել, որ կապված լիներ Գյումրու տոնի հետ, որովհետև մեր անձնական կարծիքով հենց այս տոնը եւ նաեւ գրասենյակի բացումը լինելու է բեկումնային մեր քաղաքի համար։ Ինչպիսի թիմով եք աշխատելու այստեղ, ձեր առաջնահերթությունները որոնք են։ Առաջնահերթությունները տեսեք, քանի որ մեր շարժումը կամավորական շարժում է, մենք հավաքագրելու ենք բոլոր այն կամավորներին, ովքեր ցանկանում են միանալ մեր թիմին, գալու են տեղում կրանցվեն, շփվենք, դրանից հետո արդեն հասկանալու ենք քաղաքացիների խնդիրները, բառի տուն իմաստով շփվելու ենք վերջիններիս հետ, իրենց իսկ օգնությամբ նաև վեր ենք անելու բոլոր կարևոր ու այս պայն, որ հասական խնդիրները ու փորձելու ենք արդեն լուծումներ տալ։ Թիմը այս պահին լինելու է մոտ 5-6 հոգի, բայց վստահ եմ շատ մոտ ժամանակահատվածում շատ ավելի մեծ թիմ կլինի, թիմը պրոֆեսիոնալներ են, եւս մեկ անգամ կրկնում եմ, ու թիմի անդամները նաև ոչ քաղաքական անդամներ են, այսինքն խոսում ենք միայն մասնագետների մասին։ Ինչ-որ միջոցառումներ, քննարկումներ անցկացվում են, ինչպես գիտեք, քաղաքի տոնը իրականացվում է իմ կողմից ներկայացված առաջարկը, որը քննարկել եմ Մերձևով շարժման անդամների հետ, պարոն Նարեկ Կարապետյանի հետ, նմանատիպ միջոցառումներ հույս ունենք, որ էլի են լինելու, սա միանշանակ վերջինը չի, բայց պետք է նաև այստեղ նշենք, որ մեր խնդիրը միջոցառումներ կազմակերպելը չէ, մեր խնդիրը այն է, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, մեր քաղաքացիները, մեր մարզի բնակիչները ապրեն բառի բուն իմաստով լավ ու հանգիստ։ Իսկ ինչ եք անել, Անելու ենք օրենքով սահմանված կարգով ամեն ինչ, ինչպես նշեցի, ունենալու ենք բազմաթիվ հանդիպումներ քաղաքացիների հետ, վերհանելու նաև իրենց մոտ առկա խնդիրները, նաև ունենք մենք մեր տեսլականը կոնկրետ օրինակ Գյումրի քաղաքի մասին, Շիրակի մարզի մասին, դա կարող է լինել, չգիտեմ, օրինակ туриզմի զարգացման գծով, նոր աշխատատեղեր ստեղծելով։ Տեսեք, մարդը երբ է լավ ապրելու, երբ որ պետական ապարատը իր գործառույթը ամբողջովին եւ ճիշտ անում է, իշա ժողովրդի, իշա Հայաստանի Հանրապետության, իսկ մեզ մնում է ներդրողներ ներգրավել, հավելյալ գործիքակազմեր օգտագործելով լինել մեր ազգաբնակության կողքին։ Տեսեք, ինչպես եք ներդրող բերելուն, փորձելու ենք հնարավորինս բարձրացված մեխանիզմներով կամ իրենց օգնելով թեկուզ իրավաբանության մեջ, չգիտեմ, այլ հարցերի մեջ, այստեղ նաև շատ ամենակարևոր մասը ինչումն է, մենք որ շփվում ենք քաղաքացիների հետ, շփումների արդյունքում նաև բարձրացնում ենք, թե իրենք ինչի կարիք ունեն։ Իսկ երբ որ դու հասկանում ես արդեն բիզնեսի կողմից, ասում ես, որ հասկանում ես, թե ինչի կարիք ունի ժողովուրդը, այսինքն ինչը փոխելու դեպքում ինչը լավ կլինի, այդ ժամանակ շատ ավելի հեշտ կլինի թիրախային ներդրողներ ներգրավելը։ Որոշակի հանդիպումներ արդեն անձամբ ես ու նաև մեր թիմը արել ենք, բայց քանի որ ինչպես գիտեք, գյումրեցիները կփաստեն գրասենյակի պատրաստման աշխատանքները 3 օր վերջացրել ենք, այն հաշվարկով, որ այսօր լինի բացումը, երկուշաբթի օրվանից արդեն ամբողջովին բաց, շփվելու ենք, հասկանանք, ներգրավենք մեր, այսպես ասեմ, կամավորական շարժման ոչ քաղաքական անդամներին ու փորձենք արդեն առաջ գնալ։ Համագործակցություններում հետ եք պատկերացնում այս ընթացքում, որովհետև օրգաններ խնդիրները գույքագրվի, իսկ դրանք շատ են ու հայտնի են շատ շատերին։ Ամեն դեպքում ձեր լուծման տարբերակները ուր են ում հետ համագործակցության։ Տեսեք, համագործակցության մասով, ինչպես մենք վերջի քաղաքապետարանի ավականունիստին
տեսանք, օրինակ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում համագործակցությունը որ տոնը լինի, իմ անձնական կարծիքով այդ կանել ճիշտ չէր, որովհետև ես չտեսա այն բուռն ցանկությունը, բուռն ուրախությունը քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների կողմից, երբ որ իմացան, որ Դաշինք բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է համերգը։ Իմ անձնական կարծիքով դա ճիշտ չի, դա սխալ է, ասեմ ավելին, դա որովհետև տեսեք, հենց իրենք էին խոսում այն մասին, որ քաղաքի տոնը պետք է լինի, բայց բարձվեց ունենք բարերար, ով պատրաստ է անել ամբողջ տոնակատարությունը ու մարդիկ էլի դժգոհ են։ Մենք հույս ունենք, որ այդ սև սպիտակ բաժանումը վերանալու է, ամեն ինչ անելու ենք, որ համերաշխություն լինի բոլորիս մեջ, որովհետև եթե չլինի այդ համերաշխությունը, չլինի ընդհանուր ցանկությունը քաղաքը Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու, կարծում եմ, որևիցե մեկի մոտ որևիցե բան չի ստացվելու։ Տեսեք, մենք եկեք կարևոր թեմայից չչեղվենք, մենք քանի որ կամավորական շարժում ենք, այսինքն կուսակցությունների հետ շփում ինքը լինելու է անհատներ, այսինքն ոչ թե կուսակցություններ, հիմա թե կլինի ԿՊ-ի անհատներ, թե կլինի, չգիտեմ, կոմունիստական կուսակցություն, այլ ցանկացած մարդիկ, մենք բոլորի հետ բաց ենք, պատրաստ ենք աշխատելու, որովհետև ելի եմ կրկնում, մենք ամեն ինչ անում ենք քաղաքի համար, մարզի համար, Հայաստանի Հանրապետության համար։ Շարժումը առաջիկայում կդառնա։ Մեր համաժողովը վստահ եմ օգոստոսի վերջին տեսել եք, այնտեղ այդ ձեր հարցի պատասխանը կա, բայց խնդրեմ եւս 3-1 հարց